Տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպվում, տարբեր պետական գերատեսչությունների առջև, ազատության հրապարակում։ Այդ պահանջները, որոնք հնչեցվում են, արդեն կարծեք թե իշխանությունները դրանց շատ լավ տեղյակ են։ Ինչ է կարծում, երբ լուծումների ականատես կլինեք, թե պետք է դեռ շարունակեք այսպես ակցիաներով պայքարել։ Լուծումների մենք կհասնենք միայն միասնական լինելու միջոցով, ինչպես տարիներ առաջ։ Իհարկե պետք է շարունակվի եւ ինձ թվում է, որ դա բոլորից սպասքն է ու բոլոր արցախցիները պարտավոր են լինել այստեղ ու պայքարել մինչեւ վերջ։ Պահանջները մանրամասնեք էլի դուք։ Պահանջները ձեր պահանջը որպես երիտասարդ արցախցի։ Որպես երիտասարդ արցախցի իմ պահանջը մեկն է, որ մենք հնարավորության դեպքում գնանք Արցախ։ Ինձ թվում է դա մեր բոլորի երազանքն է եւ որ ինձ թվում է շատ շուտով կամ միգուցե մի քանի տարի հետո իրականանա կամ կատարվի։ Իսկ երկրորդ ամենամեծ պահանջը, որ արցախցիներին այդ 40+10 շարունակվի, որովհետև ինձ թվում է, որ բոլորս շատ շուտով, եթե այդ ամենը կտրվի, կհայտնվենք դրսում։ Բայց թվում է, որ այդ խնդիրը կհաղթահարվի։ Միասնական լինելու մեջ։ Վստահություն հայտնեցիք, որ վերադարձը հնարավոր է, որ պարագայում է դա հնարավոր։ Մեր միասնության մեջ, ինչպես տարիներ առաջ, ինչպես բոլոր արցախցիները 88 թվականից ի վեր սկսած, որ պայքարում էին ու հասան իրենց նպատակին։ Ու այս ամենը տեղի չէր ունենում, ի դժբախտություն մեզ։ Բայց ինչ ակնկալիք ունեք այս իշխանության օրոք։ Ճիշտ այդ թեմայով ընդհանրապես չեմ ուզում խոսել։ Ինձ թվում է, որ մի բան վերջում լավ կլինի անպայման։ Այսինքն միայն իշխանափոխությունից հետո։ Այո։ Ամեն դեպքում միջազգային ատյաններից հետ են վերցվելու շուտով հայցերը Արցախ վերադարձի Արցախի հետ կապված բոլոր ինչ է կարծում։ Այդ դեպքում էլ միասնությունը կփրկի։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչպես պատասխանեմ այդ հարցին, բայց մեր ուժը մեր միասնությունն է եւ այդ խոսքը իրոք ուժ ունի եւ ես հավատում եմ, որ անպայման մի օր լավ է լինելու բոլորիս համար։ Յուլիա ջան, դուք ինքներդ որտեղից եք։ Ես հենց ինքս Արցախից եմ, քաղաք Ասկերանից։ Մի անգամ եք տեղահանվել։ Այո։ Շատ են ասում են 1-2 անգամ։ Չէ, ես հենց մի անգամ եմ տեղահանվել։ Դուք եք վարձակալության